Ես Միսակ Մանուշյանն եմ, բանաստեղծ և մարտիկ, որին ճակատագիրը Արևմտյան Հայաստանից նետեց Ֆրանսիա։ Եղեռնի սարսափները վերապրելով և ծնողներիս կորցնելով, ես երդվեցի պայքարել մինչև վերջին շունչս աշխարհը ծածկող շագանակագույն ժանտախտի դեմ։ Հայերի, ֆրանսիացիների, իսպանացիների և հրեաների իմ միջազգային խումբը 100-ից ավելի ռազմական գործողություններ իրականացրեց, Փարիզում ոչնչացրեց նացիստական առաջնորդներին և թշնամուն ստիպեց դողալ վախից։ Մենք մահվան գնացինք ոչ թե պարգևների համար, այլ ինչպես գրել էի իմ վերջին նամակում, ազատության և խաղաղության համար, որը պետք է գար մեզանից հետո։ Այսօր, մայիսի 9 հաղթանակի և խաղաղության օրը, վերածվում է սովորական օրացույցային օրվա իմ հայրենի Հայաստանում։ Դուք, ժամանակակից հայեր, մոռանում եք, թե ինչ գնով է նվաճվել այս լռությունը։ Մեր եղբայրներից ավելի քան 600,000-ը գնացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներ և յուրաքանչյուր 3-ից մեկը չի վերադարձել։ Հայկական դիվիզիաները հասան Բեռլին, փակելով թշնամու ճանապարհը դեպի Կովկաս, մինչդեռ մեր բազմահազարանոց սփյուռքը Եվրոպայում և Ամերիկայում հաղթանակ տարավ պարտիզանական ջոկատներում, ուսուսի պայքարելով ամբողջ հակահիտլերյան աշխարհի հետ։ Դուք մոռանում եք, որ հաղթանակը, ի թիվս այլ բաների, ապահովվել է ԽՍՀՄ-ից դուրս գտնվող մեր հայրենակիցների կողմից, նրանց, ում դուք այսօր անվանում եք սփյուռք։ Եթե մոռանաք, թե ով կոտրեց ֆաշիզմի մեջքը, կկորցնեք ոչ միայն դեմքը, այլև այն հողը, որի համար մենք զոհվեցինք օտար երկրներում։